Բեցի Ալեքս։ Տղեկ, բարեքի բանդանոց ես եսակ գգում։ Գնաց։ Պոլսը կա։ Ինչ ես անում։ Օրո, նայ։ Երկու վարկյանում արդեն 250 լայք։ Լավ չես տա։ Կոմենտներ, սրտիկներ։ Բռնել ես տալի դու արը չեմ հասկանում, ինչ ես անում։ Ինչ ես անում ախպեր։ Ախպեր նկարում եմ։ Ախպերս, հլը աչքերդ բաց։ Հələ հիվանդանոց տանել է պետք տղեկ ինձ թվում է։ Մնաց վրեքս դատել է տալի արա ես մեզ։ Տոկոս ապե։ Ալեքս սպանեցի։ Ալեքս ասա որ չեմ սպանել, խնդրում եմ։ Աստված իմ։ Ուշքի արի, հանգստացի, տղեկը տանում են հիվանդանոց։ Flaming flower. Մի հատը տանտերի ձենը անջատի։ Չեմ հասկանում, ես տանը ընդհանրապես հաց չեն ուտում։ Չգիտեմ, ես էլ քոպես։ Երեք տանը հաց չեն կերել։ Մեռածները սաղորը ռեստորանում են հաց ուտում։ Են խանումն էլ խանութներից տուն չի գալիս։ Դու ես տան մոխրոտն ես դարձել։ Պարսկահայերը գնացել են պարահանդես։ Հլետ պիլասոզը վերցես տներն ես մաքրում։ Վատ ես դու։ Լսի աղջիկ ջան, երեք չի մի օրում $100,000 փող եմ աշխատել։ Մի հատ էլ գործ եմ ճարել, որտեղ օրական $250 աշխատում եմ։ Նենց որ ուշադիր նայի մի հատ, ոնց եմ ամեն ինչ իմ օգտին դասավորել։ Լսի հարիվ, որ Ալեքսի հետ ամուսնաներ, $250 վրա չէիր ուրախանա։ Ինքը ինչ ուներ քոնը կլիներ։ Ինչ ես անում, եկել ես այդ պիլասոսդ վերցրել ես, մաքրություն է անում։ Ինչա քեզ թվում է Ալեքսիդ նման տղա են, քո նման հավաքարարի վրա պետք է ուշադրություն դարձնի։ Ինչի ես ուրիշ տարբերակ ունեմ։ Այդ միակ տարբերակն է, որ Ալեքսը իմ կողքը լինի։ Ու ես իրան ամեն օր տեսնեմ։ Դու ուղակի սպասի էլի, ես կամած այս ամեն ինչը նենց կթունավորեմ։ Որ ամեն ինչ մեր սրտով կլինի։ Մի քիչ համբերի էլի։ Կամանց, մի 50 տարուց։ Չէ։ Այս շատ մի ամիս ձգի։ Լսի։ Այս քո համար 16-րդ դարը չի, է, որ մոխրոտ աղջիկը տղամարդու համար սեքսուալ լինի։ Այս 22-րդ դարն է դրսում։ Այսօր բառավները ջահելների հետ կոնկուրենտ են։ Տղերքը աղջիկների, չես ջոկում, տղայի աղջիկա ջահելա, պառավա։ Դու եկել ես պիլասոսդ վերցրել ես, տան մեջ պիլասոս ես քշում։ Հարիվ, կարեիր մայբախ քշեիր։ Հերիք չի ընդհանրապես տան աշխատողի տեսք չունեմ, մի հատ էլ զուգվեմ, զարդարվեմ, տնով մանգամ, հա։ Արագացրում, նենց տեսք պիտի ունենաս, որ այդ բլոնդը գժվի խանդից։ Ճիշտ ես ասում, գիտես, բայց ոնց անեմ։ Առաջինը ինքնավստահ, երկրորդը աներես։ Դեսի գիտես, մի ժամանակ մարդիկ երկու երես ունեին։ Հիմա ուղղակի աներես են։ Գիտես, աներես ու ինքնավստահ աղջիկը այս կյանքում ամեն ինչի հասնում է։ Այնց որ դու պետքա դառնաս աներես եւ ինքնավստահ ու առաջ։ Շատ լավ ես է խոսում։ Հետաքրքիր է, որ այսքանը գիտես։ Ինչի մի օր քո ձեռքբերումները չտեսանք։ Որովհետեւ ես էլ ոչ մեկի չեմ տոշկել։ Այ որ տոշկեմ, կտենաս իմ ձեռքբերումները ոնց կլինի։ Լսի դու որ ես հայացքով նայում ես, ես արդեն վախենում եմ, լուրջ եմ ասում։ Քաչալը իմ վրա։ Դու տես, այդ կանանչ աշկերով մորքուրը
ոնց է մարդուն քցում սունկեն ու դուս Պարսկաստան։ Անջատում է ինտերնետ, հեռախոս, որ իր սիրուն քաչալին հանկարծ չկորցնի։ Չասես։ Չեմ ասում, ես անում եմ։ Ճիշտն ասած բիձակին չեմ սիրում, բայց լսի ոնց որ էդի այդքան է բիձաչի, հա։ Նայ վտանգավոր է։ Իրանց համար այո վտանգավոր է։ Զգուշացեք, դռները փակվում են։ Սուսիկը որսի է դուրս գալիս։ Լսի, իմ սերը դրսում է։ Վայ Սուսիկ, դու դեմք ես։ Ես գալիս եմ։ Սպասի։ Ես դու հլստեղ ես։ Արագացրու գնացիր սիրուն անալու։ Կբռնեն Ալեքսինց, կբռնեն ասվածի մեզ ինչ արեցի։ Լսի կյանքս, հանգստացի մի հատ։ Ուրեմն սենց ենք անում։ Ես եմ եղել մեքենայի հեքին։ Լավ։ Եթե քեզ հարցնենք, ասես որ ես եմ եղել, այդ մարդուն ես եմ խփել։ Լավ, հանգստացի։ Քեզ կբռնեն, հասկանում ես դու խնդիրներ կունենաս Ալեքսին պատճառով։ Կապ չունի, կբռնեն թե չէ։ Ես եմ եղել հեքին ու վերջ։ Դու ընդհանրապես ոչ մի բանի մասին մի մտածի, սա հարցը ես կլուծեմ։ Արի գնանք այդ մարդու մոտ, որ չբողոքի, արի գնանք հիվանդանոց, խնդրենք իրան, որ չբողոքի, խնդրում եմ Ալեքս։ Ալեքս, խնդրում եմ։ Արի գնանք տուն, դու հանգստացի, ես գնամ տղեկի մոտ, տնամ ինչ են արի։ Ախր սենց ուր ենք տանում, կոնկրետ դատվում ենք, ջոգում եք։ Հիմա սենց ընդդեմ բացատրենք, որ էսի մահապոր չի, ես չեմ հասկանում։ Այ ինչ այլ է, ինչ այլ է, էլի ես եմ մեղավոր։ Ես բան չեմ արել, շարը այ աղբեր։ Ես մի պստիկ խփել եմ։ Արա աղբորպես դու սուս մնա, էլի, սուս մնա։ Ջուր կուզես աղբերս, աղսես որ նայում եմ։ Լավ էլ տղա, թե ասա այ աղբեր, ես ինչ մասնագիտություն ես ընտրել, այ աղբեր։ Նորմալ տեղ գնայիր աշխատեիր։ Քեզի գցիր շաղի մեջ, պարկի հեսա հասանք աղբեր, հասանք հիվանդանոց։ Որպեսզի դուք չզգաք դիսկոմֆորտ, թոթրակ, իրավաբանական ծառայություններ եւ խորհրդատվություն։ Ձեր հարմարավետությունն ու անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթ է։ Զանգեք հիմա 888 980 8081 կամ այցելեք D-Star Collision Center։ Վստահելություն, արագություն եւ գերազանց սպասարկում։ Նոր տարին ենթադրում է նոր կյանք, նոր ձեռքբերումներ ու նաև նոր երիտասարդ տեսք։ Ու առաջին բանը առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երբ Կակուրոքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապրես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Coolux։ Դուք նորից երիտասարդ եք։ Skinnovate Med Spa-ում քեզ սպասում են ամենատրենդային բյութի ծառայությունները՝ Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal, laser facials, ու նաև lymphatic drainage massage dry sauna-ով։ Մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Innovation that touches your skin։ Զանգահարիր հիմա 818 220 0220։ Ավելի քան 30 տարվա փորձառությամբ Եղնիկ ռեստորանը հրավիրում է ձեր բոլոր առիթներն անցկացնել մեր գողտրիկ անկյունում։ Մենք մատուցում ենք նաև քեթրինգ ծառայություն։ Մեր գները անհամեմատ ցածր են շուկայականից։ Մեր տեղը անփոփոխ է 13 108 Sherman Way։ Զանգահարեք հենց հիմա 818 765 1401 հեռախոսահամարով եւ մենք ձեր օրը կդարձնենք ճիշտ։ Девочка, стоп, не надо. Поверь же мне, я парень, то, что надо. Хочу я быть всегда с тобою рядом.
дыханием сердца твоего. Ռուբա, Ռուբիկ։ իսկ այդ Ռուբիկը փափուկ ռեյով, դες տղավարի ռեյով։ Ռուբիկը միշտ տղավարի էլ է առնական, ձվերով։ Իմ փափուկ արջուկ։ Ես տենց գիտեի, որ բոլոր փափուկ խաղալիքները քեզանից են ստեղծվել։ Բայց մարդիս ինչ է խոսում, չեմ հասկանում։ Սուսիկը քո համար կոֆե է բերել։ Կխմես։ Խոփ սուրճ զզվացրակ, բաբա, կատ դիր մեկիչ մեջը։ Ձեր լիստի մեջ մե նորմալ կերակուր չկա, ախր այս դանդաններս պարապությունից զարմացել են արդեն։ Ականջդ մոտիկ բեր, ասեմ։ Ինչս բերեմ։ Ականջդ։ Նայիր, բայց ճնչով չփսփսաս, հա, խզղնում եմ։ Մի վախեցի, չեմ կծում, բայց մեկ քաշում եմ։ Ասում եմ, քո համար ինչ սարքեմ ուտես, օրինակ, փախլավա կուտես, պոպոքով։ Փախլավան լավ է, պոպոկը հանիր։ Ախորժակդ տեղն է։ Մնում է ատամդ կտրի։ Լսի, ես կնիկը չկա մայրևում։ Փոխի, փոխելու ժամանակն է։ Դեռ շուտ է, թող դառնա 60-230-ի հետ կփոխեմ։ Ռուբիկ։ Ռուբիկ։ Հա, ինչ չկերա։ Հիմա կբերեմ։ Խիար եմ բերել որ ուտես։ Հալա չի դիդամ։ Խոպես ամեն ինչի մեջ խիարը տեր պակաս։ Աղջիկը լիստներ ասում, բաբա։ Բաբա ջենդեն այդ լիստի մեջ քանի թուման էր։ Դու մոռանում ես, որ Ռուբիկը իր կյանքում ոչ մի կնոջ թուման չի տվել։ Կնանիք են Ռուբիկին թուման տվել։ Կնգադել չէ։ Դու դրան նմաններին բաբա չես ափսոսում։ Թումանը տալիս ես։ Ամոթ, Պարսկաստան էսենցի բանկար։ Ռուբինա, միթե դու աստված չունես։ Այն աստվածը ես աստված ունեմ։ Դու աստված չունես։ Ամոթա, խոփ խնամիների տեր ենք։ Խոփ ինչ անեմ, բաբա։ Աչք ունենք էլ մոտիկացելը չնայե։ Նայիրա, այդ գործավորին էլ կհանեմ։ Աշկերդ էլ կհանեմ, որ մենակ ոտի տակը տեսնես եղավ։ Ռուբինա, խեղդվիր։ Հեյ բաբա, ես ինչ դար ենք ապրում։ Մարդու ստանում են ձեռիցս։ Նայա, խոսում ես դառնում ես ջենդե։ Չես խոսում, կարծում են թե էշ ես։ Հերիքսա։ Խնամի։ Վահշի անտեր։ Ուրեմն, ստացվում է, որ իմ երեխու երջանկությունը կախված է այդ անամոթից ու իրա վուլգար քրոջից։ Վայ Ալեքս, ես չգիտեմ ինչ։ Արած չգորաս։ Սիրտս պայթում հասկանում ես։ Շուրջս կտրվում էլ չեմ դիմանում։ Ուրեմն ստացվում է, ուզենք չուզենք, մենք դրանց մեր տան մեջ պիտի հանդուրժենք։ Ստացվում է որ հա։ Ինչ էլ հեշտ ես ասում, դե ի՞նչ է ստացվում։ Հետո բամեր խնամիները բասոնան։ Դու իմ նման արա։ Ինչ անեմ։ Չես հիմարի տեղդիր։ Սրանից ավել էլ ոնց։ Արդեն 2 օր ապենք այս տան մեջ, որ ներկայացում ենք խաղում։ Ու ինչքան։ Սես պիտի ապրենք, հա։ Այդ հավաքի քեզ։ Հի։ Խնամի։ Բաբա սուր է մենյա, խնամի ջան է սուր է։ Երբ կգայի տորը, որ մեր տան մեջ բացի մեզանից էլ ոչ ոք չլինի։ Էլ մի սկսի։ Ես դուրս եմ գալիս։ Պիտի օֆիս գնամ, հազարը մի գործ ունեմ։ Խնդրում եմ, աղաչում եմ, ինձ մենակ չթողնես այս տան մեջ։ Մի հատ հավաքի քեզ։ Հի։ Խնդրում եմ, ինձ մենակ չթողնեն, ինձ մենակ չեմ մնալու։ Եվ վերջ դուր։ Լսի, այդ քալչալը իրա, այդ Էվան, գիտես ինչ ահավոր է։ Եթե ստե մեկը կա, ահավոր, այդ քո տղենա։
Ինչի՞ դեր պետք է այդ ամեն ինչը սարքեիր մեր գլխին։ Հիմա ես իմ սպիտակ մազերին նայեմ, թե արածս խաղերին նայեմ։ Գիտես ինչ կա։ Երախուս եւ չանկության համար աներես էլ կդառնան, անտակտել անամոթ են։ Եղավ։ Ոնց որ թե դուրդ գալիս է, այդ դառնալներդ։ Նայ սովորություն չդառնա։ Խելոք չմնաս, կդառնա։ Եղավ։ Էմիլիա ջան, խնամի ջան, բաբա ջան, այս քո գործավորներիդ հանից տեղից։ Սրանք գործավոր չեն։ Ամեն մեկը մե փորու, մե ջանդա, լկստված աղջիկներ են, հավատա։ Ես այդ չեմ կարող, սրանից ավել չեմ կարող։ Շատ ներողություն եմ խնդրում։ Ոնց եղար։ Դες ջուրը խմի։ Ամեն ինչ լավ է կյանքս, ոչ մի բանի մասին մի մտածել, հա։ Բա որ մահանա Ալեքս, Աստվածի մեզ ինչ արեցի։ Կյանքս, կարաս դու հանգստանաս։ Այդ արագության տակ ոչ մեկ չի մեռնում։ Հանգստացի մի հատ։ Հեսա կզանգեմ տեղի տնամուր են տարը։ Ան, ինչ արիք։ Նորմալ ամեն ինչ։ Դե լավ է։ Դավայց։ Լավ է, ամեն ինչ լավ է, ասա։ Ամեն ինչ նորմալ է կյանքս, իրավոտ տուրան գնացե։ Բարև Փեսա ջան։ Չէ, ես այսօր հաստատ մարդ եմ սպանելու։ Լսի աղջիկ ջան, Ալեքսը իմ ամուսինն է։ Ու եթե այս ինֆորմացիան նորմալ ձևով քո բութ գլուխը չի մտնում, ես դա ուրիշ ձևով կմտցնեմ, պարզա քեզ։ Լսի սիրունս։ Մենք ամեն ինչ օրենքով ենք անում։ Քորս Ալեքսի օրինական կինն է, Զաքսով։ Քոպես սիրուհի չի։ Ալեքս հենց հիմա սրան հանում ես այս տնից, ես այս կերպարանքը այս տան մեջ ոչ մի ավել վարքյան չեմ պատրաստվում հանդուրժել։ Այդ ես պիտի իրան չհանդուրժեմ։ Ոնց որ քեզ կորցել ես, հա։ Ոնց անեք քեզ գտնես։ Oy maya galuka, Oy maya Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վնյուրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux, ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն, ուղղակի եկեք և մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք, Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555 Համայնքում մեծ ճանաչում վայելող Փախլավա ֆակտորին շարունակում է անակնկալներ մատուցել ու զարմացնել իր հաճախորդներին։ Լիբանանյան անուշահամ քաղցրավենիքները, պատրաստված հատուկ լիբանանյան բաղադրատոմսերով, ոչ միայն հայտնի են համայնքում, այլ նաև սիրված ու արդեն իսկ շուկայում իր տեղը զբաղեցրած։ Բազմազան տեսականի անուշահամ քաղցրավենիքներ, անգամ դիաբետիկ մարդկանց համար նախատեսված անուշեղեն։ Իսկ այս ամենը կարող եք ձեռք բերել Glendale, Encino, ինչպես նաև North Hollywood քաղաքներում։ Փախլավա ֆակտորի, նվիրեք ձեր սիրելիներին
Ալբուր քաղցրություն։ Our Family Market. Welcome to Our Family Market. Ձեր ընտանեկան խանութը, որտեղ գները մաչերին, սպասարկումը հաճելի, իսկ մթերքները թարմ ու սննդարար, թարմ ու բարձրորակ մսամթերք, կատնամթերք, ընդեղեն, մրգեր ու բանջարեղեն, լավագույն գներ եւ ջերմ ընկերական սպասարկում, տեղում պատրաստվող սննդամթերք, քյուֆտա, բլինչի, սալատների տեսականի, ճաշեր ու անուշահամ խմորեղեններ, առաքում ու հաճելի սպասարկում։ Our Family Market. Երբ գնումները հաճելի են ու անչափ համեղ, հիշեք այս ամենը։ Our Family Market. Զանգահարեք, պատվիրեք, այցելեք մեզ ու դարձեք մեր ընտանիքի անդամը։ Lebrand, անմահական խոհանոց, նորաբոճ ու նրբահամ ուտեստներ, ծովամթերքների հարուստ ընտրամի, յուրահատուկ համ եւ գեղեցիկ մթնոլորտ, ջերմ ու արագ սպասարկում, կենդանի երաժշտություն եւ անզուգական բենդ, որը ձեր օրը կդարձնի անմոռանալի։ Իսկ եթե ունեք գործնական կամ բիզնես հանդիպումներ, կարող եք այն կազմակերպել մեր բարձրօթյա սրահում կամ առանձնանալ VIP սրահում։ Ունեք առիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Lebrand, երբ հաշվի առնվում յուրաքանչյուր մանրուք։ Lebrand, համին ոճի ներդաշնակություն։ Ախպերս, որտեղ է ցավում։ Ասում է, չէ, քարից պինդա։ Ախպերս մի քիչ էլ ձգի հասել ենք արդեն հիվանդանոց։ Ինչ ես անում, լավ չես։ Ախպերս ձեռնա դուրս ընկե, հեսա կգցենք տեղը, ինչ այլ է որ։ Ախպերս ես ինչ ես անում։ Ես գործեր ունեմ, գնում եմ։ Ոնց թե գնում եմ, ուր ես գնում, այ ախպեր, մի վարքյան սպասի։ Բայց ինչ չես տես թաքցնեմ, ես ինչ եմ արել։ Դու եմ խրխից իմ դուրը չէիր գալիս։ Այդ լավ է, որ քո դուրը չեմ գալի։ Դե երկու լավ բան կա։ Առաջինը, որ դու ճաշակ ունես, ամել կարգին տղա ես դու։ Մյուս անգամ ոտերից տակ չընկնես։ Խելքին նայի։ Դու իմ ոտի տակ չընկնես։ Կյանքս մեզ մենակ թողնես։ Չէ, չեմ թողնի։ Դու ուզում ես վուլգար կնոջ հետ մենակ մնալ։ Ինչի՞ց ես վախենում։ Ալեքս, սրան ասա, որ ես իր հետ բառ անգամ չեմ ուզում փոխանակել։ Ալեքս, սրան ասա, որ ինքն իմ հետ չի կարա տենց խոսա։ Մի հատ սուս մնա ու նստի տեղդ։ Ուրեմն լսի, ունես ընդամենը 10 րոպե ստեղից մաքրվելու համար։ Լավ ես մտածել։ Արդեն 9 րոպե։ Լավ։ Ես այսօր փաստաբան կվարձեմ։ Կհասկանամ մեր իրավունքները որտեղ են սկսում, որտեղ վերջանում։ Հասկանամ էլի մեր իրավունքները որտեղ են ոտնահարվում։ Նախքին փեսա։ Դու ոնց որ օրենքի հետ լիքը խնդիրներ ես ունենալու։ Ուր։ Վերջերս հավաքեմ։ Արագացրու։ Ալեքս, Նորմալ ամեն ինչ մի խառնվի կյանքս։ բա որ բողոքեց։ Բա որ կան քեզ բռնեն։ Բռնում են, թող բռնեն։ Բա գիտես թե ես հանդուրժել եմ, որ տանս մեջ sense բաներ կատարվի։ Կյանքս, ես չեմ ուզում, որ քեզ բռնեն։ Ես չեմ ուզում, որ քո հետ ինչ-որ վատ բան լինի։ Ես էլ չեմ ուզում, որ դու նեղվես։ Լսի, դու հասկանում ես, չէ՞ որ սրանք քանի մեր տանն են, մեզ շանտաժ են անելու, մենք ոչ մի հանգիստ օր չենք ունենալու։ Արխավ, ես ամեն հարց կկարգավորեմ։ Մի րոպե։ Էսուր։ Օֆիս։ Օֆիս։ It's մի րոպե ժամանակ դուր։ Հենց հիմա հագնում եմ ու ես քո հետ եմ գալու։ Ու չասես չէ։ Ես գալու եմ քո հետ։ Stop։ Ինչ։ Խնամուն տանում եմ, միտեղ նստենք։ Դու ուզում ես, որ ես գժվեմ։ Ես գիտեմ, դու ուզում ես, որ ես գժվեմ, որ ես ուզում ես գժանալ։ Stop։ Հավաքի քեզ։ Յո։ Դու չես հասկանում, որ ես վախենում եմ։ Ես կատակ չեմ անում, ես իսկականից վախենում եմ։ Մի հատ կասես ինչա լինելու։ Լսի, ես չգիտեմ ինչա լինելու։ Հələ որ թատրոն ենք խաղում։ Մինչև երբ ենք խաղալու, ինչքան էդ էլ չգիտեմ։ Խնամի ջան։ Բարև խնամի ջան։ Արի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արի խնամի։ Գնացինք։
Ինձ ուշ տուր որ դիմանամ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներողություն, ես ճիշտն ասած ուզում էի բժշկու հետ խոսել։ Ես եմ։ Դուք եք Միլենան։ Այո։ Բայց չեք պատկերացնի, թե ձեր մասին ինչքան եմ լսել։ Գոնե լավ բաներ։ Իհարկե, լեգենդներ։ Ասեմ ավելին, եթե ես հանկարծ լավ բան չլսեի, հաստատ այստեղ չէի լինի։ Այսօր ես իսկապես շատ շտապ ձեր կարիքն ունեմ։ Ինչով կարող եմ օգնել։ Լավ, եկեք ասեմ։ Ինձ տեսնում եք, չէ։ Իհարկե։ Հիմա ես ուզում եմ, որ դուք նենց անեք, որ ես սենց շատ սիրում, շատ փայլուն, սենց փթում, գարնան նման, սենց շողացող տեսք ունենամ, որ սենց տղամարդիկ նայեն ինձ ու ուզեն։ Օրինակ Ալեքսը, կարող եք։ Եկեք միաձեր մաշկը նայենք ու որոշեք, համեցեք։ Տուպիկա, ոնց պտտվում եմ, նույն տեղում եմ հայտնվում։ Ախր ամեն ինչ այնքան ճիշտ դասավորված է գնացել, ու Ալեքսը սիրուն ձևով հաստատել է այդ ամեն ինչը, ու հիմա միտեղ չկա, որ գոնե կարողանամ կարճեմ ու սկսեմ աշխատանք տանել։ Դու կգտնես։ Կարող եմ, բայց երբ հնարավոր չի բան գտնելը, կարողանալը դժվար է շատ։ Մի հատ նորից անցնենք փաստերով։ Իրար կողք դնենք ու հասկանանք ինչա կատարվել։ Առաջին Ալեքսի ընկերը փող ա խնդրել, Ալեքսը փոխանցել է այդ փողը։ Տղան այդ գումարը տվել է մեկ ուրիշին, ով սպանել է Ալեքսի նախկին գործընկերոջը։ Աղջիկը, որը Ալեքսի կինն է հիմա, տեսել է, թե ինչպես է Ալեքսը փողը տալիս, ինչպես նաև ներկա է եղել Ալեքսի ու մահացած մարդու վիճաբանությանը։ Բացի այդ աղջկանից ոչ ոք չի տեսել, չէ։ Չէ, աղջիկն է տեսել, եւ տարածքի տեսախցիկները ֆիքսել են։ Տեսախցիկների ձայնագրությունները հիմա FBI-ում են։ Պարզ է։ Դրանից հետո Ալեքսը դուրս է եկել օֆիսից, նա ինձ ասեց, որ ռեստորան են գնացել։ Տեսախցիկների ձայնագրություններն ա մեզ պետք։ Ես ուրեմն հիմա կգնամ դատարան, կվերցնեմ իրավունքը, տեսախցիկները ես վերցնեմ ռեստորանից։ Այո, գնացեք դատարան, սփինա վերցրեք եւ գնացեք հայց ներկայացրեք ռեստորանում։ Եղած է։ Թող տան բոլոր տեսախցիկների ձայնագրությունների հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ստեսում։ Մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Բոլոր ժամանակների ամենասիրված հիթեր դարձած հին ու նոր երգերի կատարմամբ։ Ակվակալենտեի շքեղ համերգասրահի բեմում կլինի Արկադի Դումիկյանը։ Շտապեք այցելել հենց հիմա rmtickets.com ամսերը ամրագրելու համար, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Հանդիպում ենք մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում։ Ավելի քան 23 տարվա փորձառությամբ անշարժ գույքի մասնագետ Արմինե Սոլակյանը ձեզ կօգնի ձեռք բերել բնակարան շուկայի լավագույն արժեքներով։ Նրա հմուտ թիմը կերաշխավորի կարճ ժամանակահատվածում ձեր իսկ երազած բնակարանի ձեռքբերումը առանց ավելորդ մտահոգությունների։ Վստահեք Արմինե Սոլակյանին, ձեր ապագայի ամենամեծ ներդրում։ Մարինա Սամսոնը դաշնային քրեական գործերով փաստաբան է, իրավունքի պրոֆեսոր, ԱՄՆ Գերագույն դատարանի պալատի անդամ, ով ունի ԱՄՆ իրավապահ եւ արդարադատության համակարգերում աշխատանքի հարուստ փորձ։ Նրա կարիերան ընդգրկում է ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմի աշխատանքը, ինչը նրան տալիս է բացառիկ պատկերացում դատախազության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դաշնային քրեական գործերի վարման, դրա դեմ արդյունավետ պաշտպանություն կառուցելու եւ վստահորդների շահերը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես դաշնային քրեական
քրեական գործերով փաստաբան, նրա մասնագիտացումը ընդգրկում է ֆինանսական խարդախությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությանը վերաբերող գործեր, այդ թվում ռիկո գործեր, բանկային եւ էլեկտրոնային խարդախություններ, փոստային եւ արժեթղթերի խարդախություններ, առողջապահական եւ ապահովագրական խարդախություններ, հողերի լվացման գործեր, անձնային տվյալների գողություն եւ ֆինանսական հանցագործություններ։ Նրա առաքելությունն է պաշտպանել իր հաճախորդների ազատությունը, հեղինակությունն ու ապագան։ Flaming Flavor շաուրմա, միայն թար մսից պատրաստող հյութալի ու անմահական շաուրմաներ, հավի, տավարի, խոզի, կոմբո պլեյթեր, 6 ու 12 հոգու համար նախատեսված, սալատների տեսականի, լցոնած կարտոֆիլ ու ածուխի վրա պատրաստվող անմահական խորոված ու հյութալի քյաբաբ։ Կարող եք պատվիրել Grubhub, DoorDash եւ Uber Eats տարբերակներով։ Կարող եք նաեւ համենալ մեզ մոտ ու ճաշակել հենց տեղում։ Flaming Flavor շաուրմա, Երևանյան համն ու բույրը գլնդելում։ Flaming Flavor, երբ ուտելն իսկական հաճույք է։ Lexi Primer, ձեր մեքենայի լավագույն բժիշկը։ Ձեր մեքենան միայն հարմարավետության միջոց չէ, այն ձեր կյանքի ապահովությունն է, ու մենք դա հասկանում ենք։ Lexi Primer Body Shop-ը առաջարկում է ամբողջական խնամք ձեր ավտոմեքենայի համար։ Արագ, որակյալ եւ վստահելի։ Ներկման եւ վերանորոգման բարձր որակ։ Մասնագետների թիմ, որը հոգում է ամեն մի դետալի մասին։ Ժամանակի խնայողություն եւ հարմարավետ սպասարկում։ Lexi Primer։ Զանգեք մեզ կամ եկեք անձամբ տեսնելու տարբերությունը։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Խնամի ջան, աչքի շատ ուտող խմող մարդս է։ Այդ ամնում կյանքում, խնամի ջան, ու ամենակարևորը, մարդկությունը։ Մնացած սախ, անցողիկ բաները։ Նայիր հետո մե բան էլ ասեմ, հա, ես մայանե անող մարդ եմ, հա, սենց որ նայում եմ քեզ, շատ իմաստուն մարդ ես է։ Մայանեն ո՞րն է։ Մայանե ասում ռենգեն իմանում քեզ։ Ինչ էլ չես խմելու խնամի ջան։ Կախում ունի ինչպես է ստիպելու, որ լավ զորես կարող եմ մեբաշ, չնայած մադամիս խոսք եմ տվել։ Ինչ ես խոսք տվել, ինչ որ խոսք եմ տվել, խնամի ջան, երբ ենք այդ հալուքո բիզնեսը։ Հեսա, հաց ուտենք ու գնանք։ Ես օֆիսում գործ ունեմ։ Հա, եթե դերթանք ես չխմեմ, որ հասկանամ ինչ եմ անում։ Իսկ ինչ պիանես խնամի։ Խո մի նեղվիր խնամի ջան, բայց իմ համար շատ մեծ նշանակություն ունի, ես ուզում եմ հասկանամ, թե իմ փեսան ինչով է զբաղվում։ Խո իր ընտանիքը իմ համար կարևոր է, որտեվ իմ աղջիկս նայի բծախնդիր երեխա է, հա։ Շատ կարևոր է պետքարանը ննջարանից ինչքան հեռավորության վրա է գտնվում։ Օրինակ Պարսկաստան ննջարանից քայլում է պետքարան երկար է, բաբա, մինչև հասնում էր պետքարան, էլ պետքություն չէր ունենում։ Ես իմ աղջիկա համար շատ մտահոգ եմ, խնամի ջան։ Քո երեխեն ունի կայացած ամուսին։ Ինքն էլ է կայացած, դու այդ հարցում հանգիստ եղի, խնամի ջան։ Մե բան ասեմ, խնամի ջան։ Հիմա կասես, այս մարդը գնում գալի, անդադ նույն բանն ասում։ Բայց պետք է ասեմ։ Այստեղ շատ բաներ կա, որ սրտովս չի, դուրս չի գալի։ Նայիր Ռուբիկ ներեսին ասող մարդը, հա։ Խնամի ջան, մեզ էլ շատ բան կա, որ դուր չի գալիս։ Բայց մենք ոչի բան չենք խառնվում։ Միթե աղջկանիցս դժգոհ ես։ Խնամի ջան, ես ինչ գործ ունեմ ձեր աղջկա հետ, այդ ցավը տանը։ Այ երբ որ տղամարդը իր տեղում է, կինն էլ իր տեղը գիտի։ Հենց որ բոլորը իրանց տեղերում են։ Մենակ թե խնամի ջան, այս ձեր տան գործավորները իրանց տեղը չեն գտնում։ Ամենը խառնվել է իրար, բաբա։ Ճաշ է փողը ծառա կտրում, ծառ է փողը խոտնա հնձում, խոտ հնձողը վալե պարքինգ անում, չեմ հասկանում ինչա կատարվում։ Ամեն ժամանակի խնդիր է։ Խնամի ջան։ Այդ էլ տեղը կընկնի, ամեն ինչ կհարթվի։ Ողջ ելես խնամի ջան։ Ողջ ելեք, սաղ ելես։ Սաղ ելես։ Կարշի։
Նատալի ջան, տես որ պայմանավորվենք, սենց չենք կարա հանդիպենք։ Ոնց ես, լավ ես։ Լավ եմ, լավ, դու ոնց ես։ Դու հաստատ սոված ես երևում։ Ինչի՞ ենթադրեցիր։ Եթե աշխատանքից այս ժամին ես դուրս գալիս, բնականաբար սոված է կլինես։ Ասում էի, չէ՞ որ սոված ես։ Կներես, բայց ես պետքա տուն գնամ։ Սպասելի Նատալի ջան, կգնաս տուն։ Շնայց գնում ես տուն, ինչ անես, այդ մարդիկ նոր են ամուսնացել։ Թող մենակ մնան մի քիչ, ազատությունը վայելեն իրար հետ։ Ախր ես հիմա քրոջս շատ եմ պետք։ Գիտեմ։ Բայց դու իմացի, որ հույսդ կարաս մեր վրա էլ դնես, նամանավանդ իմ վրա, ու հաստատ չես փոշմանի։ Եթե պետք լինի կդիմեմ։ Արի գնանք համ հաց ուտենք։ Համ էլ մի քիչ խոսանք կհասկանանք ինչա պետք անել էս պարագային։ Խելքի տանք հասկանանք ինչ ենք ախ։ Սոնա, հա մամ ջան։ Նայր զանգում եմ Նաթալին, բաբա գուշին չի վերցնում, շատ անհանգիստ եմ, ուշացավ։ Մամի անհանգստացի, ինձ գրել է, որ այսօր ուշ ա գալու։ Յանի այնքան ա մեծացել արդեն, որ հաշվի չի առնում։ Մամ լավ էլի, հո երեխա չի, իսկապես արդեն մեծ է։ Հետո դու մոռանում ես, մենք ինքնուրույն ենք մեծացել։ Արդեն քանի տարի ա մենակ ենք ապրում։ Մամա ջան, երբ որ ինքը կամուսնանա, այն ժամանակ թող ամուսինը որոշի ինչպես ապրի։ Մամ լավ էլի։ Այդ պապետ էլ պարոն Անդրեասի հետ գնաց, այդ մարդն էլ չկա։ Մամ ինչ դու ուզում ես պապան ամբողջ օր տանը նստի։ Մնա տանը ինչ անի, լավ չի որ դուրս է եկել։ Այն թիզուկեսն ուրա։ Էվան, բաբա դրոնը մի դուր։ Մամ չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ։ Հուսամ շուտով կհավաքվեն կգնան այս տնից։ Այդ թողին վրա։ Նայ տեսես դրա գլուխն ինչ են բերելու։ Այդ փեդարսակը։ Թողում եմ։ Հենա պարոն Անդրեասն եկավ, պապետ էլ հետնա։ Նատալիս չկա, շատ նիգարան է։ Ոյ, մամ ջան, մի մտածի կյանքս։ Իմ աղջիկ։ Դե հիմա ասա, մեր պլանը ո՞րն է, ինչ ենք անելու։ Դե այդ մի օրվա բան չի, որ սենց շուտ ասեմ, այդ պիտի նստենք միասին քննարկենք, հասկանանք այդ հարցերը ոնց է լինում, մտածելու բան շատ կա։ Տեղը տեղին կետարկետ պիտի սա քննարկենք ու հասկանանք։ Բա ում ենք սպասում, արի սկսենք։ Դե ուղղակի էս լավ մթնոլորտը որ ստեղ կա, ճիշտ ասած չեմ կարողանում կենտրոնանալ։ Դիմացս է որ էս աստիճան սիրուն աղջիկա նստած առավել եւս։ Բա մենք հիմա ինչի եմ արենք ստեղ եկել։ Մոռացա իմ արև, մոռացա ինչ պիտի ասեի։ Հենց եմ խառնվել իրար։ Դե որ մոռացար, ուրեմն գնալու ժամանակն է։ Գնանք ուշա։ Մամաս արդեն մի 10 անգամ զանգել է։ Բայց չեմ ուզում եք ես տուն տանեմ։ Կարող է մի քիչ քայլենք։ Մարդ ես կարող է հիշեմ։ Դե որ հիշես զանգի, հեռախոսով է կարող ենք խոսել։ Հեռախոսով, ինչի ինձ թվում է սենց ավելի ճիշտ կլինի խոսենք։ Ուշա, պետքա գնամ։ Լավ, ուրեմն ես քեզ կտանեմ։ Ջիկ ջան, ինչ ես անում։ Որ մոտեմ գալիս, հոսվում ես։ Դե խենթ ես, չի կարելի գնա, չի կարելի ես, ինչ ես անում, բաբա, խայտարակելն եք։ Վայ բաբա, Ռուբին անա։ Ռուբիկ, բաբա քնեցիր։ Էй բաբա, այսօր օրն է Ռուբիկ ջան։ Բաբա, այս մեկի շրվա մեջ մսոտեր ես։